Ժող լավ լուր ունեմ, չորրորդ խումբել եմ ունենալու դասընթացի հետ կապված, որտեղ որ սովորելու ենք ամեն ինչ, ամենապրիմիտիվ գաղափարներից մինչև ամենախորացված գաղափարները։ Դասընթացը, եթե ձեզ հետաքրքիր է, ասեմ, որ մեկնարկելու է սեպտեմբերին, կախված քանակից արդեն կհասկանանք երբ ենք սկսում ու ամբողջ process-ը լինելու է հետևյալը, լինելու է 4 ամիս դասընթաց առանց որևէ trading, որովհետև իմ նպատակը ձեզ կնոպկեն առնել վաճառելու սովորացնելու գաղափար չի, այլ ձեզ բացատրել ու սովորացնել, թե շուկան ինչպես է շարժվում ու ինչ հիմքեր ունի այդ ամեն ինչը անելու համար, որից հետո արդեն 5-րդ ամիսը պրակտիկա ենք սկսում իրար հետ անել, որտեղ ես բացատրում եմ, թե որտեղ պետք է գործարք անենք, ինչի համար պետք է անենք prop ֆիրմաները, որոնք ենք օգտագործում, որպեսզի մաքսիմալ հարմարավետ լինի մեզ։ Շաբաթական 2 անգամա դասերը լինելու է online, չնայած offline հանդիպումներ նույնպես ունենալու ենք եւ այս ամենն է, ինչը որ ուզում էի ձեզ ասել նորության հետ կապված, եկեք նայենք շուկան, թե ինչ ենք սպասում այս քանի օրը եւ ոնց կարելի է այս ամենը դիտարկել։ Ուրեմն, սկսում ենք բնականաբար շաբաթական գրաֆիկայից ու շաբաթական գրաֆիկան մեզ այստեղ մի փոքր սենց կասկածելի բաներ ա հուշում, որովհետև այստեղ ունենք մի հատ strong order block, որը որ դեպի ներքև է, strong order block-երը այն order block-երն են, որը որ ես եմ գտել շուկայում, միանգամից ասեմ, դրա համար ես եմ անվանումը դրել SOBA կոչվում, strong order block, որը որ հուշում է դեպի ներքև, բայց այստեղ մի հատ նյուանս կա, ավելի շուտ նյուանս չի, բավականին լուրջ խնդիր կա, որ այս աճը, որ տեղի ունեցավ, որովհետև Ֆեդերալնի ռեզերվը սեպտեմբերին սկսելու է պարտատոմսեր հետ գնել շուկայից, որպեսզի պարտատոմսերի տոկոսադրույքը իջեցնի ու ավելի քիչ փող վճարի, ովքեր որ պարտատոմս ունեն, հետևաբար սա լուրջ գործողություն է, որ շուկան ինստինկտիվ բարձրանալու է։ Լավ, մենք ունենք այս զոնան 82500-ի սահմաններում 83000 եկեք դիտարկենք, որտեղ որ շատ լուրջ լիկվիդացիա կա ու այս քան պայքարը որ եղել է, քանի շաբաթանոց 1 2 3 4 5 6 7 8 10 10 շաբաթական պայքար զոնան, հա, ի վերջո ջարդվել է ու շատ գերհզոր ձևով է ջարդվել դեպի վերև ու բնականաբար այս արքը, որ տեղի ունեցել, ինչ որ միտեղ պետք է վաճառվի, միակ տարբերակը, որ վաճառվի, այստեղ վերևն է, 83000-ն է ու կամ ավելի բարձր, որ կարողանանք կոմպենսացնել այս զոնայի արքը, այս զոնայի ստոպերի լիկվիդացիոն զոնայի վաճառքի հետ։ Հետևաբար մենք սպասում ենք, որ շուկան գալու է վերև բարձրանա, այստեղ տեսնում եք, որ շատ ուժեղ պայքար է տեղի ունեցել, միակ խնդիրը այս պայքարի այն է, որ անկախ ամեն ինչից, եթե այստեղ նկարչությունը ես ձեզ ցույց տամ, իմ հին նկարչությունները նաև ներառված են այստեղ, բայց ամբողջ խնդիրը կանում է նրանում, որ երբ որ մենք այս supply զոնան ենթադրենք դիտարկում ենք, մենք մաքսիմում որ կարանք դիտարկենք այս անկումն է, այսքան հատվածն է, որովհետև ավելին ինքը չի իջել, եթե գինը պահեր այս զոնայում, ես կասեի, այո, այստեղից այստեղ, այսինքն մոտավորապես այստեղ, այսքան հատվածում մենք range կարող ենք ունենալ, որ իջներ, նոր բարձրանար վերև, բայց ինքը եկել է, ջարդել է ու այս ամբողջ լիկվիդացիան վերցրել է, հետևաբար էլ իմաստ չունի այս հատվածը դիտարկենք։ Իմաստ ունի դիտարկենք այս հատվածը ու այս հատվածից մաքսիմում, որ մենք կարանք դիտարկենք, այսքան անկումն է, այսինքն մոտավորապես 77000, սենց եթե գլոբալ նայենք, բայց իրականում եթե մենք 77000-ը դիտարկում ենք, այսինքն այստեղ, հա, այս հատվածն է։
իրականում շատ մոտ ենք ու հենց այսօր ես սպասում եմ, որ գա այս նախորդ մոմը, այսինքն երեկվա մոմի ներքևը մաքրի, որովհետև ներքևը բավականին լուրջ զոնա ունենք, որը որ համապատասխանում է թե Golden Zone-ային մեր Fibonacci, համապատասխանում է թե 4 ժամանոց սոբին, տեսեք ինչքան մաքուր ջարդ է տեղի ունեցել սոբից հետո ու այստեղ եթե ուշադիր լինեք կտեսնեք, որ մի հատ բուֆերային զոնա ունենք այս հատվածը, որը որ մեզ օգնելու է ստոպերը մաքրենք եւ մտնենք այս գնորդ զոնան։ Տեսնում եք մեծ գրաֆիկայից ելնելով մենք այս նկարը նկարեցինք ու նույնպես համապատասխանում էր հենց մեր ուզած զոնային, հենց որ մենք այստեղ ինչ ունենք market structure-ի տեսանկյունից դեպի higher low-ն է, որպեսզի higher high անի եւ այս higher high-ը եթե այստեղից անի, մեկը 6.5-ի գործարքի ակնկալիք կա այստեղից, ինչպես նաեւ այստեղ այս ներքևի հատվածը մեր Asia range-ի low-ն է, ներքևի զոնան է, որ եթե շուկան պետքա բարձրանա, ապա մենք սպասում ենք, որ շուկան գա այստեղից ներքև, այսպիսի մի հատ բան ենք պատկերացնում եւ այստեղից նոր սեն շարունակի դեպի վերև ջարդելը։ Սա է տրամաբանությունը, որ կարա աշխատի, օրական CRT ունենք, բայց օրական CRT-ները, ինչպես որ VIP խմբում ասեցի, իրենք օպտիմալ չեն այնքան ժամանակ, քանի դեռ չկա ուրեմն լիկվիդացիա, հա, լիկվիդացիան պետքա վերցնի շուկան, նոր ինքը կարողանա գործողություններ անի։ Հետևաբար, եկեք մի երկու օրինակ ցույց տամ, որ տարօրինակ չհնչի ձեզ համար, ինչա լիկվիդացիան ու ինչի համար պետքա վերցնի այք։ Մնայք, օրինակ այստեղ, հա, տեսնում եք լիկվիդացիոն զոնաները, օրինակ որտեղ է, այստեղ է, հա, եւ ինչպես նաեւ օրինակ սա է, այսինքն swing high, swing lower-ն են, որ վերև ներքև են բարձրանում market structure-ի հետ։ Մի գուցե չիներեն հնչի, բայց եթե սա չիներեն է ձեզ համար հնչում, 5-օրյա master class ունեմ, անվճարա hike.trading, որ մանգակ կգտնեք ու կհասկանաք այս ամեն ինչը որ ասում եմ, ու տեսեք, երբ որ շուկան գալիս օրինակ լիկվիդացիա վերցնում նոր CRT անում, դա իր համար լրիվ օքեյ է, բայց երբ որ լիկվիդացիա չի վերցնում ու CRT անում, այդ դեպքում դա լուրջ պրոբլեմ է, տեսեք, այս մեկը internal liquidity-ա վերցրել, մի թեթևի չելա, բայց ի վերջո շուկայի նպատակը այն է, որ գնա մեծ լիկվիդացիաների հետևից նոր ինքը շրջադարձեր անի, տեսեք, այս պարագայում CRT այստեղ ունենք, լիկվիդացիան չի վերցրել, բարձրացել է, այստեղ լիկվիդացիա վերցրել է, բայց իր համար բավականաչափ չէր եւ այստեղ չոչ ենք ունեցել, հենց որ այս CRT-ները, որ այս զոնաներում կա, որ internal liquidity-ը չի հիմնականում աշխատում, այստեղ CRT պարզապես մենք չենք ունեցել եւ միակ CRT-ին, որ ստացել ենք կամ ունեցել ենք այտենց ակնհայտ էր, այստեղ ա եղել, այս CRT-ն է, որից հետո տեսնում ենք, որ լուրջ անկում է ապրել ու հետևաբար պետքա ուշադրություն դարձնենք։ CRT-ն ինքը շատ ուժեղ մոդել է գործարք անելու համար, 3 մոմից բաղկացած ուրեմն pattern է, որը որ մեզ օգնում է հասկանալ, որ պահին է կանգ առնելու շուկան ու շրջադարձ անել թե վերև, թե ներքև։ Բնականաբար super engulfing եւ այլն այդ ամեն ինչը նույնպես մենք դիտարկում ենք, բայց այստեղ գլոբալ ես ավելի շուտ ուզում եի ձեզ ներկայացնել, որ շուկան դեռևս տեսնում ենք բարձրացող առնվազն 83000, 83000-ից հետո կարծում եմ, որ 75-4 այս կարգի կիչնի, որից հետո արդեն կձգտենք դեպի $100,000, միգուցե հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, կախված թե ինչ նորություններ ու ոնց կընթանա կյանքը։
մեծ հաշվով սա է, սենց վերլուծություններ ենք մենք դիտարկելու ու նենց եմ անելու, որպեսզի դուք լիարժեք կարողանաք պատկերացնել շուկայի տրամաբանությունը ու հասկանաք այն ու կարողանաք գործարք անել ինքնուրույն։ Հենց որ այսքանն էր, ժող, եթե հետաքրքիր է, կապ հաստատեք ինձ հետ, արդեն կզրուցենք։ Ձեզ լավ օր եմ մաղթում, հաջողություն։